Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած աշխատանքային այցից հետո Ռուսաստանի Դաշնությունը ջղաձգվել է սպառնալիքների հերթական տեղատարապն է տեղացել Հայաստանի հասցեին։ Հիմա էլ Ռոսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտն է հայտարարել Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության խստացման մասին։ Հայաստանից ներմուծվող արտադրանքի տեսականին եւ ծավալը տալիս են հիմք ենթադրելու, որ այդ ամենը հայկական ծագում չունի։ Մենք զբաղվել ենք այս խնդրով եւ 24 թվականին եւ 23-ին ասել է Ռոսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Վերջինս հարցազրույցում նշել է, որ Հայաստանից մատակարարվող ապրանքների տեսականին եւ ծավալները հիմք են տալիս ենթադրելու, որ սրանք հայկական ծագում չունեն կամ անհստակություններ կենդանական ծագման ապրանքների հետ կապված սերուցքային կարագ, պանիրներ, իշխան եւ այլն։ Նա նշել է, որ լեռնային գետերի իշխանը չի կարող նմանվել նորվեգականին։ Պատճառներից մեկը ըստ նրա այն է, որ Հայաստանը Եվրամիության ապրանքներին տալիս է պարզեցված մուտք իր շուկա, ինչը չի համապատասխանում Եվրասիական տնտեսական միության պահանջներին։ Այդ պատճառով Ռուսաստանը ստիպված է ավելի խիստ վերահսկողություն կիրառել, այդ թվում սանիտար վերահսկողությունը տեղափոխել է սահմանին մոտ ու պահանջում է արտադրության վայրի ատեստավորում։ Նա ընդգծել է, որ այս խնդիրներով զբաղվել են 23-ին, 24-ին եւ պահանջները պահպանվում են մինչ օրս։ Հիշեցնենք, որ 25 թվականի օգոստոսին հայտարարվել էր կարանտինային ֆիտոսանիտար բեռների վերահսկողության ուժեղացման մասին եւ Հայաստանում եւ Ռուսաստանում։ Որոշ դեպքերով արգելվել են առանձին ձեռնարկությունների մատակարարումները, օրինակ սերմերի հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Ամիսներ առաջ էլ Դանկվերտը հանդիպել էր Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանին։ Նշվել էր դրական դինամիկա ֆիտոսանիտար հսկողության բարելավման ուղղությամբ։ Անհամապատասխանությունների դեպքերը նրա խոսքով սահմանային կետերով նվազել են 70%-ից եւ հասել մինչեւ 6%։ Փորձը ցույց է տալիս, որ նման սահմանափակումները հաճախ կիրառվում են որպես քաղաքական ճնշման գործիք, հատկապես երբ հարաբերությունները լարվում են կամ կա ազդակ փոխանցելու անհրաժեշտություն։ Իրեւ Փաշինյան-Պուտին հանդիպման մի հատված էլ նվիրված էր Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրամիությանը։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է գնում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Մենք դրան շատ հանգիստ ենք վերաբերում, հասկանում ենք, որ ցանկացած երկիր մաքսիմում համագործակցություն է փնտրում երրորդ երկրների հետ, բայց դա պետք է բացահայտ լինի եւ ազնիվ հենց սկզբից։ Եվրամիության հետ մաքսային միության մեջ լինելն ու ԵԱՏՄ-ն իրար հետ հնարավոր չեն, պարզապես հնարավոր չէ, ասում է Կրեմլի ղեկավարը, ապահովելում, որ հարցը տնտեսական է, ոչ թե քաղաքական, իսկ ինչ վերաբերում է էներգակիրների գնին, գազը Եվրոպայում կտրուկ թանկացել է $600 1000 խորանարդի դիմաց, իսկ Ռուսաստանը Հայաստանին $177.5 է վաճառում։ Տարբերությունը հսկայական է, մենք այստեղ ձեզ հետ հաճախ վիճում ենք։ Ես գիտեմ, որ դուք պնդում եք, որ էներգակիրների գները մի փոքր այլ կերպ որոշվեն, բայց տեսեք $600 ու $177.5, ասում է Կրեմլի առաջնորդը, ապահովելում վերջին տարիներին Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 10 անգամ։ Վարչապետը թեև շատ հաջող է գնահատում իր Մոսկվա այցը, ամենակարևոր հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու հարցում կողմերը այդպես էլ համաձայնության չեն հասել, իսկ հայկական կողմը երկաթուղու կառավարման պայմանագիրը միակողմանի խզելու ծրագիր չունի։ Հայաստանի վարչապետը 3 լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է վերջերս 1 ծաղմուկ հանած հայկական երկաթուղին Ռուսաստանի կոնցենսոր կառավարումից վերցնելու մասին խոսակցություններին, որին Մոսկվան չափազանց կոշտ է արձագանքում։ Նավթամթերքի շուկայում տեսնում եք ինչ է կատարվում եւ Հայաստանն էլ գլոբալ նավթամթերքի շուկայի մասը լավ լուրն է, որ մենք վերջին ամիսների ընթացքում ըստ էության վերացրել ենք մենաշնորհները, որոնք լրացուցիչ գնագոյացում էին առաջացնում Հայաստանի Հանրապետությունում եւ նաեւ այլընտրանքային շուկաներ ենք ներմուծման ստացել եւ կարծում եմ, որ շատ թե քիչ Հայաստանի շուկան պատրաստ է այդ իրադարձությանը։ Ինչ վերաբերվում է երկաթուղու հետ կապված, այո, մանրամասն քննարկվել է եւ մանրամասն
զրույց ենք ունեցել, մեր դիրքորոշումները եւ տեսակետները ներկայացրել ենք, լսել ենք ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները եւ տեսակետները եւ պայմանավորվել ենք քննարկումները շարունակել։ Քննարկումների իմաստը հետեւյալն է. մեր խնդիրը ընդհանրապես ձևակերպված է մի նախադասության մեջ, որ Հայաստանի Հանրապետությունը այս պայմաններում իր մրցակցային պոտենցիալ առավելությունները կորցնում է։ Մեր խնդիրն է, որ Հայաստանը իր մրցակցային պոտենցիալը ամբողջությամբ իրացնելու հնարավորություն ստանա։ Մենք Ռուսաստանի հետ կապված ոչ միայն խնդիր չունենք, այլև ընդհակառակը մենք բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները եւ որևէ կերպ նախկինում հենց այս ամբիոնից ասելու հնարավորություն ունեցել եմ։ Չենք ուզում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին, բայց մյուս կողմից այս իրադրությունը մեր մրցակցային առավելությունները օգտագործելու հնարավորություն չի տալիս եւ մենք իրար հետ պետք է մտածենք ինչ լուծում ենք գտնելու։ Օրերս թեմային անդրադարձել էր նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Դա շատ հետաքրքիր պատմություն է, քանի որ ոչ ոք Ռուսաստանի Դաշնության հետ կոնցենսիայի փոխանցման հարց չի քննարկում։ Համենայն դեպս մինչև այսօր ոչ ոք չի քննարկել։ Եվ մենք այս մասին գիտենք միայն այլ երկրների, մեր գործընկերներից, Արաբական Միացյալ Էմիրություններից մարդիկ կապ են հաստատում մեզ հետ, իսկ Ղազախստանից մարդիկ խոսում են մեզ հետ այդ մասին, բայց ոչ ոք մեզ հետ չի խոսել մեր կոնցենսիայի մասին։ Դա շատ հետաքրքիր է, նշել է նա։ Նա նաև հավելել է, որ միջազգային խաղաղության ու բարգավաճման համար Թրամփի ուղի նախագծի իրականացման համաձայնագրի ստորագրումը խախտել է Հարավային Կովկասի տարածաշրջանային հավասարակշռությունը։ Խնդիրն այն է, որ այդ ստորագրություններն ավելի խորը գործընթաց են առաջացրել։ Դրանք խախտել են տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից, երբ ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը, ասել էր նա։ Օվերչուկը նշել էր, որ այդ ժամանակ Երևանի եւ Նախիջևանի խանությունների հողերը զիջվեցին ռուսական կայսրությանը եւ սահմանը հաստատվեց աշխարհագրական սահմանի Արաքսգետի երկայնքով։ Այդ ժամանակվանից ի վեր սա ընդհանուր առմամբ խաղաղ սահման է, որը երաշխավորված է երկու մեծ հարևանների միջև կնքված համաձայնագրերով։ Նա հայտարարել է, թե Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբում թույլ էր տալիս հավասարակշռված քննարկել բոլոր ներկա երկրների շահերը, հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավասությունը, տարածքային ամբողջականությունն ու տնտեսական շահերը։ Ադրբեջանը կառուցողական էր տրամադրված եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որն արդեն բանակցություններ էր վարում ԵԱՏՄ-ի հետ փոխադարձ շուկաների բացման վերաբերյալ, չէր զգում այն սպառնալիքները, որոնք ներկայացնում էր Արաքսի հյուսիսային ափ ամերիկյան հրավերը, ասել է նա։ Այժմ Հայաստանը հայտարարել է, որ այս նախագիծը կիրականացվի առանց Ռուսաստանի, Թուրքիան արդեն սկսել է միջոցներ ծախսել դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման վրա եւ Մեղրիի հատվածի վերականգնման հեռանկարները դարձել են պակաս ակնհայտ։ Այս ամենը ճնշում է գործադրում Հայաստանի վրա, նշել է Օվերչուկը ու ասել, թե Ռուսաստանին երկաթուղու ապաշրջափակման բանակցություններին չներառելը մեծ սխալ էր։ Նրա բնութագրմամբ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է միջանցք Հայաստանի միջոցով Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութեր արտահանելու եւ Իրանը վերահսկելու համար։ Վաշինգտոնի համար Թրամփի երթուղին միջազգային տրանսպորտային միջանցք է, որը ապահովում է Կենտրոնական Ասիայից կարևորագույն հանքանյութերի արտահանումը Միացյալ Նահանգներ, ինչպես նաեւ Իրանի հյուսիսային սահմանի վերահսկողությունը, նշել էր Օվերչուկը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ փետրվարի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին պատմել էր, որ Երևանն առաջարկել է վաճառել հանրապետության երկաթուղու իր կոնցենսիան մի պետության, որը բարեկամաբան է վերաբերում եւ Մոսկվային եւ Երևանին, այլ ընտրանքայինների շարքում նա նշել էր Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Կատարը։ Փաշինյանը պնդել էր նաեւ, որ Հայաստանը Ռուսաստանի դեմ ոչինչ չունի, սակայն ռուսական կոնցենսիան հանրապետության համար որոշակի մրցակցային կորուստներ է ստեղծում։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Սոնա Ղազարյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Ղազան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Եվ այսպես ես ներկայացրի, թե ինչ է տեղի ունենում վարչապետ Փաշինյանի Մոսկվա կատարած այսպես աշխատանքային այցից, Պուտինի հետ հանդիպումից հետո, մասնավորապես ուզում եմ անդրադառնանք այսպես Ռոսսելխոզնadzori ղեկավարի պնդումներին,
թե Հայաստանից Ռուսաստան ներմուծվող արտադրանքի նկատմամբ վերահսկողության խստացում է տեղի ունենում, որ այս խնդիրների մասին ըստ էության ուրեմն բազմիցս խոսվել է թե 23 թվականին, թե 24 թվականին, եւ բայց հիշում ենք նաեւ այն 25 թվականի վերջին այն կարևոր հանդիպումը, որը ես ներկայացրի, որտեղ հենց նույն այս ղեկավարը պնդում էր, որ խնդիրները 70%-ից ուրեմն դարձել են ընդամենը 6%, հա։ Ինչ է տեղի ունենում, սա ուրեմն դարձյալ տնտեսական խնդիրները քաղաքական նպատակներով են ուրեմն օգտագործվում։ Այստեղ սպառնալիքի ուրեմն ճնշումների էլեմենտ տեսնում եք, թե ոչ։ Ձեր հարցին հետևյալ ձևով կարձագանքեմ, նախ համապատասխան գերատեսչությունը վստահ եմ արձագանքի ստեղծված իրավիճակին, այն դժգոհությանը, որը ռուսական կողմը բարձրաձայնում է, ես որպես քաղաքական գործիչ կարձագանքեմ հետևյալ ձևով, երբ որ մենք ասում ենք, որ մեր պես պետությունների համար անվտանգությունը դա չի սահմանափակվում ամենևին ռազմական հզորությամբ, այլ նաև էներգետիկ եւ տնտեսական անկախությամբ, սա ամենևին չափազանցություն չէ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը գնահատելով իրավիճակը 44-օրյա պատերազմից եւ դրան հետեւող Հայաստանի սուվերեն տարածքի վրա 3 հարձակումներից հետո գնահատել է իր անվտանգային միջավայրը եւ դրան հետեւել են մի շարք գործողություններ, որոնք ներառում են էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիա, տնտեսական դիվերսիֆիկացիա, արտահանման հնարավոր ավելի մեծ տարածություններ եւ պետությունների շարքեր եւ Հայաստանի Հանրապետությունը անհոգնել աշխատել է դրա ուղղությամբ, որովհետեւ մենք հիմա արտահանում ենք մի շարք նաեւ գյուղատնտեսական ապրանքներ, օրինակ արաբական էմիրություններ, արտահանումը դեպի Եվրոմիություն նույնպես աճել է եւ մենք Եվրոմիության գործընկերների հետ աշխատում ենք այս ծավալները մեծացնելու ուղղությամբ, բայց ոչ միայն խոսքը գնում է ծավալի, այլ նաեւ ապրանքների քանակի մասին է խոսքը գնում եւ դրանք պետք է լինեն սերտիֆիկացված, որի շուրջ ԵՄ-ի հետ ակտիվ կրկին աշխատում ենք եւ որակը պետք է ապահովված լինի, այսինքն մենք պետք է ապահովենք, որպեսզի սերտիֆիկացման գործընթացի արդյունքում մեր ապրանքները ԵՄ շուկա արտահանման ենթակա լինեն։ Բայց Եվրամիությունից Հայաստան ապրանքների եւ ապա Ռուսաստան այդ ապրանքների հետ կապված լուրջ խնդիրներ կային, շատ հատկապես երբ որ խոսքը գնում է ուսումնասիրում, հետազոտում, թե շատ հետաքրքիր է նաեւ ձկան կոնտեքստում, որովհետեւ ի ուրախություն մեր տնտեսվարողների մենք քաղցրահամ ջրի ձուկ ուղարկում ենք նաև Եվրոմիություն, այսինքն կա պահանջը քաղցրահամ ջրի ձկան Եվրոմիության տարածքում։ Նորվեգականի կարիքներ չունենք մենք, եւ մենք շատ սիրով ընդունում ենք նորվեգական ձուկը Հայաստանի Հանրապետությունում, այս իմաստով Ռուսաստանի Դաշնությանը խորհուրդ եմ տալիս չնյարդայնանալ։ Մենք ունենք թե արտահանման երկիր մեր քաղցրահամ ձկան եւ ունենք ներմուծման պահանջ, մեր քաղաքացիները վստահ եմ սիրով վայելում են նորվեգական ձուկը եւ դրա ավելցուկ Հայաստանի Հանրապետություն վստահաբար չկա, որովհետեւ այն արագ սպառվում է եւ դրա վկայությունն է ոչ միայն խանութներում դրա սպառումը, այն նաև այն ռեստորաններում, որտեղ ռուս տուրիստները այն սիրով վայելում են։ Եվ ուրեմն խնդիրները ավելի քաղաքական հարթության մեջ պիտի դիտարկենք, որովհետև մենք գիտենք ցանկացած եւ այս կոնտեքստում, օրինակ, որքան էլ վարչապետը շատ հաջող է գնահատում Մոսկվա կատարած այցը, հաշվի առնելով վարչապետը դեռ չվերադարձած ինչպիսի հայտարարություններ եղան Զատուլի, Նովերչուկ, Զախարովա, տեսնում եք ինչ է կատարվում, ուրեմն Սերգեյ Դանկվերտ եւ այլն, նշանակում է Ռուսաստանը գոհ չի մնացել այդ հանդիպումից։ Վարչապետը եւ մեր բարձրաստիճան պաշտոնյաները այցերը գնահատում են հիմք ընդունելով, թե որքանով են նրանք այդ այցի շրջանակներում սպասարկել Հայաստանի Հանրապետության շահը, եւ ես նույնպես շատ լավ եմ գնահատում վարչապետի այցը Ռուսաստանի Դաշնություն, կարևոր շեշտադրումներով այցեր, վստահ եմ, որ նկատել եք նաեւ մեր քաղաքացիների գոհունակությունը, որովհետեւ վարչապետը պաշտպանել է այնտեղ մեր ինքնիշխանությունն, անկախությունը, երբ որ ասում ենք, որ ավելի անկախ եւ ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն երբևէ չի եղել, այս կատակ չէինք անում, Հայաստանի Հանրապետության կառավարությունը սպասարկում է Հայաստանի Հանրապետության շահը եւ մեր բոլոր հայտարարությունները դուրս են բխում են այդ շահից։ Մենք լիահույս ենք, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները
այնքանով են գնահատում Հայաստանի Հանրապետության շահը, որքանով մենք փորձում ենք իրենց գործողությունների մեջ հիմք դնել իրենց պետության շահը եւ հարգել այդքանով իրենց որոշումները։ Կառաջարկեմ մեր ռուս գործընկերներին, որպեսզի այդ հարգանքը շարունակի լինել երկուստեք, որովհետեւ շատ հաճախ Հայաստանում մենք ստիպված ենք մեր քաղաքացիներին Ռուսաստանի Դաշնության քայլերը արդարացնել հիմք ընդունելով իրենց շահը, ասել, որ ամեն պետություն այս տրամաբանությամբ է առաջնորդվում, լիահույս եմ, որ նման արդարացման հիմքեր ես այլևս չեմ ունենա, որովհետև նաև եթե մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման մասին, դրա մեջ մեծ ներդրում ունեն ձեր կողմից նշված ռուս քաղաքական գործիչները եւ հույս ունեմ նրանք այլևս առիթ չեն ստեղծի որպեսզի ես Հայաստանում ստիպված չլինեմ որևէ ձև իրենց արդարացնելու նույն այդ գործիչներից օրինակ ուզում անդրադառնանք նաեւ Զախարովայի ուրեմն պարզաբանման պատրաստ են աջակցել Հայաստանին հիբրիդային գրոհների դեմ արտաքին գործերի նախարարն էլ խնդիր չէր տեսնում, ասում էր, եթե ուզում են թող աջակցեն, եթե կարող են։ Նախ եւ առաջ կարծում եմ, որ պետք է իրենք առաջին հերթին զտեն իրենց եթերը եւ հետաքրքիր էր օրինակ երեք ռուսական, եթե չեմ սխալվում, հենց պետական հեռուստաալիքի հրադարձ այցի, ես կարծում եմ, որ Տիկին Զախարովան իր երկրի ներսում հսկայական անելիք ունի հակառուսական տրամադրությունները Հայաստանում կառավարելու համար։ Դրա համար նախ եւ առաջ պետք է վերցնել վահանակը, դիտել մի քանի ռուսական պետական ալիքներ կամ մեկ պետական եւ մնացածը այլ ֆինանսավորման աղբյուր են ունենում, բայց շատ վստահ եմ, որ հիմնական ուղերձները դուրս են գալիս կենտրոնից եւ հիբրիդային գրոհների դեմ պայքարում նախ եւ առաջ իր անելիքը անի ռուսական ալիքներում Հայաստանի ընտրված լեգիտիմ իշխանության դեմ հակաքարոզչություն իրականացնելու դեմ պայքարում։ Տեսեք, ինչու եք մեղադրում Զախարովային, երբ երկու ալիքի հարց չեք կարողանում լուծել։ Ձեզ մեղադրողներն են ասում են օրինակ երկու ալիք, որը հայկական մուլտիպլեքսում ուղղակի պիտի բացառվեր։ Նրանց ներկայությունը ընդհանրապես չեզոքացվեր, բայց ոչ միայն այս քայլը չարեցիք եւ նշում են, որ իշխանությունը ունի վախեր։ Միևնույն ժամանակ վարչապետը այսքան խնդիրների պարագայում դուք միասին լսեցինք, որ շատ բարձր է գնահատում ու լավ է գնահատում հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը։ Նախ այդ ալիքների վերաբերյալ որոշում կայացվեց կոնկրետ հաղորդումների վերաբերյալ, որոնք հստակ բավարար չէ։ Չէ, չեմ կարծում որ բավարար չէ, ամեն դեպքում ես նման արձագանք քաղաքացիներ չեմ ստացել եւ երկրորդը ես անկեղծ ասած իմ ունեցած տեղեկատվությամբ հայաստանյան քաղաքացիները առհասարակ այդ հեռուստաալիքները սկսել են մերժել բարձր չդիտելով դրանք, որովհետև բնական է, որ դրանք զայրույթ են առաջացնում։ Երկրորդը ես կարծում եմ հայ-ռուսական հարաբերությունները եւ դրա վկայությունն են տեսանյութերն էին, որոնք քիչ առաջ հեռարձակվեցին, դարձել են երկու սուվերենների միջև անկեղծ խոսակցության վերածվել են անկեղծ խոսակցության երկու սուվերենների միջև եւ ես կարծում եմ, որ սա առհասարակ մեր կողմից վարվող արտաքին քաղաքականության կարևորագույն ձեռքբերումների մասին է, ես չեմ կարծում, որ պետք է առհասարակ լարել որևէ պետության հետ հարաբերությունները, բայց դրանք պետք է չլինեն ի հեճուկս մեր ինքնիշխանության եւ սուվերենության։ Ես կարծում եմ, որ հստակ է մեր ուղերձը եւ դա հնչում է բաց, թափանցիկ բոլորի աչքերի առաջ եւ ոչ թե Ռուսաստանի Դաշնության նախագահի թիկունքում, այլ իր ներկայությամբ ուղիղ իր առաջ։ Ես կարծում եմ, որ սրանք կարևոր շեշտադրումներ են եւ մենք այսպես էլ այս ոճով շարունակելու ենք։ Լավ, հետաքրքիր է, ասում եք չեն դիտում, բայց ինչի համար են հեռարձակվում այդ ալիքները։ Գիտեք, այս մերժում են, բոյկոտում են, որ շատ մոտ ապագայում առհասարակ մեր մուլտիպլեքսում որևէ օտարերկրյա ալիք չի լինելու, մեր տեսլականը գնում է դեպի դրան եւ այս հարցը շատ շուտով լուծվելու է եւ այլևս այս խնդրի առաջ էլ կանգնած չենք լինելու։ Կա խնդիր այնուամենայնիվ դուք եք տեսնում։ Լավ, տեսեք, նույն տնտեսական հարաբերությունների մասին խոսք գնաց Եվրասիական տնտեսական միության անդամակցության վերաբերյալ թվեր ներկայացվեցին, գազի գնի հետ կապված հետաքրքիր վերլուծություն ներկայացրեց Վլադիմիր Պուտինը ուրեմն համեմատելով եվրոպական գների հետ եւ թե ինչքան բարի են գտնվում մեր նկատմամբ նրանք 177.5 ուրեմն դոլար սահմանելով
մի քանի անգամ էժան, քան եվրոպական, այսպես ասած, շուկայի միայն այսօր։ Այստեղ դուք այսպես որոշակի ուրեմն շանտաժի, սպառնալիքի բաղադրիչ չտեսաք, մասնավորապես եթե դուք օրինակ քայլեր անեք դեպի Եվրամիություն, ինչ է սպասվում ձեզ։ Շատ կոնկրետ սպառնալիքներ են Զատուլինի կողմից, Օվերչուկի կողմից, նաև հենց Պուտինի կողմից, Զախարովայի կողմից եւ իրենց հանգիստ չի տալիս հենց այդ հանգամանքը, եթե կողմնորոշվում եք գնալ Եվրամիություն, ապա դուք շատ կոնկրետ խնդիրների առաջ եք կանգնելու ու այս թեզը անընդհատ է վերջին շրջանում։ Նախ եկեք արձանագրենք, որ անհամատեղելիության մասին ԵՄ-ԵԱՏՄ իրենք չէ որ խոսում են, մենք խոսել ենք դրա մասին շատ վաղուց, այո, երկու մաքսային ռեժիմներում որևէ պետություն չի կարող լինել։ Եվ դրա համար մենք դիտարկում ենք մեր արտահանման դիվերսիֆիկացիա, որտեղ պարզ է, այն պահին, որ մենք որոշենք նույնիսկ ասոցիացիան համաձայնագրի բանակցությունները DCFTA-ի, այսինքն SEPA-ն փոխարինել այլ իրավապայմանագրային հիմքով, ԵԱՏՄ-ից դուրս գալու սցենարը պետք է քննարկվի եւ դիտարկվի։ Էլի նորություն ասած չեմ լինի, որ ցանկացած քաղաքական թիմ իր պոտենցիալ գնահատում է եւ հաշվարկներ է անում, թե օրինակ մեկ մաքսային միությունից այլ մաքսային միություն իր տեղափոխությունը որքան ժամանակ է տանելու։ Բայց այստեղ եկեք նկատենք, որ այստեղ մի մանիպուլյացիայի տարել կա, մեր ԵՄ անդամակցությունը չի ենթադրում, որ Ռուսաստանի հետ առհասարակ առևտուր չի լինելու կամ ԱԼԻԱՏՄ պետության հետ։ Պարզապես մենք նախընտրելու ենք իրենց հետ այլ մաքսային ռեժիմով համագործակցությունը, բայց քանի որ մենք գիտենք, որ Ռուսաստանում եւ ԱԼԻԱՏՄ պետությունում հայկական որոշ ապրանքների նկատմամբ մեծ պահանջարկ կա, սա չի բացառելու, որ մենք շարունակել ենք արտահանել եւ բարեհաճող այն սպառել այդ երկրում։ Կան ԵՄ մի շարք պետություններ, որոնք այս սանկցիաների պարագայում Ռուսաստան եւ ԱԼԻԱՏՄ պետություններ օրինակ գինի են արտահանում եւ հանդիսանում են գինու ամենամեծ արտահանողը։ Այսինքն ստեղ էլ մեզ վախեցնել պետք չի, մենք առհասարակ sense նոր չենք ծնվել, էլի շատ լավ պատկերացնում ենք, թե մեկ ռեժիմից մեկ այլ ռեժիմ տեղափոխությունը ինչ գին է նստելու։ Բայց նաև մենք մեր ցանկացած որոշման հիմքում եւ դա ժամանակով ապացուցված է, հիմք ենք ընդունում մեր ինքնիշխանություն, սուվերենություն։ Մենք պատրաստ ենք վճարել այն գինը, որը մեզանից պահանջում են, հանուն մեր ինքնիշխանության եւ սուվերենության։ Եթե գինը այդ պահանջված գազի գինն է, արդյոք եկեք դուրս գանք փողոց հարցնենք մեր քաղաքացիներին, պատրաստ չնիրենք վճարել այդ գինը հանուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ սուվերենության, մեր անկախության, մեր, գիտեք, այս արժանապատիվ բառը շատ են օգտագործում մեր ընդդիմադիրները, բայց արդյոք արժանապատիվ է անընդհատ այս առևտրի մասին խոսել այս ոճով։ Ես կարծում եմ, որ ոչ, մենք ամեն բան իր գին ունի դեպ, ԵՄ անդամակցությունն իր գինը ունի, հետագա մեր քայլերն էլ իրենց գին ունեն, մենք այդ գինը վստահ եղեք հաշվարկում ենք եւ ըստ այդմ կառուցում մեր քաղաքականությունը եւ ռազմավարությունը։ Ես կարծում եմ լավ ոչ չէ առհասարակ դաշնակցի հետ խոսել սպառնալիքի լեզվով, լավ ոչ չէ խառնվել մեր ներքաղաքական օրակարգերի, լավ ոչ չէ խոսել նրա մասին, որ ռուսական անձնագիր կրողները հայտնվում են անազատության մեջ, եւ այդ ոչ լավ ոճը ստացավ իր արժանապատիվ արձագանքը եւ ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները կարողացան դիտել, գնահատել եւ հասկանալ, թե առհասարակ սուվերեն պետությունը ինչպես է մասնակցում բանակցությունների։ Քաղաքացիները բայց չեն հասկանում, թե ինչու առ այսօր օրինակ 102-րդ ռազմաբազա կա, այն պարզաբանումները կամ այն հիմնավորումները, որ ներկայացնում է վարչապետը կամ ձեր թիմի այլ ներկայացուցիչ, հանրության համար անհասկանալի են մնում, որովհետև վերջերս դուք վստահ եմ նաև ուրեմն մամուլից էլ ծանոթացել եք, ինչպես են օրինակ 102-րդ ռազմաբազայի ռուս աշխատակիցները փորձում այսպես ընտրությունների նախաշեմին արդեն որոշակի ուղղորդումներ իրականացնել, իհարկե երեք իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը մեր տաղավարում էր եւ կոչ արեց այդ աշխատակիցներին ում նկատմամբ կա որոշակի ճնշում, ուրեմն տեղեկատվություն հրապարակել, ձայնագրել եւ այլն, այնուամենայնիվ այստեղ լուրջ խնդիր կա, մինչեւ երբ տեսադաշտը չի փակելու 102-րդ ռազմաբազան։ Ուրեմն ձեր հարցը երկու բաղադրիչներ իրավապահ պետք է կներեք հունիսի 7-ի ընտրություններից առաջ, այսպես լրջագույն գործողություններ իրականացնելու հետ կապված նրանց իրավապահ համակարգը, ես կարծում եմ, որ ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին եւ լիարժեք արձագանքում ստեղծված
խնդիրներին եւ ես իմ գոհունակությունն եմ հայտնում իրավապահ համակարգին, որովհետեւ աննկարագրելի է, թե ինչ մեծ գործառույթ են այս պահին իրականացնում մեր անկախության համար, մեր ինքնիշխանության համար, կրկին շնորհակալ եմ։ Երկրորդ դրվագով, թե որքանով գոհ են մեր քաղաքացիները մեր վարած քաղաքականությունից, կհայտնեն հունիսի 7-ի ընտրություններին, բայց դրանից զատ գիտեք, որ կան տարբեր հարցումներ, որոնց վկայությունն է, որ 58%-ը գոհունակություն է հայտնել մեր կողմից վարվող արտաքին քաղաքականության վերաբերյալ, ռուսական ռազմաբազան մնում է Հայաստանում կրկին Այն իմ ասած տրամաբանության մեջ մեր բոլոր գործողությունների հիմքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն են, ամեն գործողություն ունի իր գինը եւ մենք ըստ էության գնահատում ենք ամեն գործողության գնի դիմաց այդ պահին մենք որպես պետություն պատրաստ ենք վճարել թե ոչ։ Այսինքն սա կարող է ուրեմն շատ թանկ գին արժանալ, դրա համար մենք չենք գնում այդ կոնկրետ քայլերի նկատի ունեմ 102-րդ ռազմաբազան Հայաստանից ընդհանրապես դուրս բերելու։ Ամեն գործողություն իր ժամանակի մեջ գնի փոփոխությունն ունենում։ Կարող է 2-3 տարի առաջ անհավանական թվալ, որ Հայաստանը իր բոլոր սահմաններում ունենալու բացառապես մեր ԱԱՑ ներկայացուցիչներին։ Ամեն որոշում ունի իր ժամանակը, տեղը ու գինը։ Եվ Հայաստանի Հանրապետության իշխանությունները գնահատում են, թե որքան են այդ պահին պատրաստ բանակցել դրա անհրաժեշտությունը, դրա հրատապությունը, այս պահին Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրատապ են համարել մեր սահմաններին ԱԱՑ բացառապես ներկայության հարցը, անհրաժեշտություն են համարել զվարթնոցում, բացառապես մեր ԱԱՑ ներկայացուցիչների հարցը, կարևոր են համարել բանակցել օրինակ երկաթուղու վերաբերյալ, կարևոր են համարել, որ մի եկալ հարց կարելի է թողնել ապագային։ Եվ ես վստահեցնում եմ, հետ կապված այդ բանակցություններից նախ բանակցությունները դրանք երկարատև գործընթաց են, մենք ներկայացրել ենք մեր դժգոհությունը։ Մենք ներկայացրել ենք մեր դժգոհությունը եւ ակնկալում ենք, որ ռուսական կողմը կամ կկարողանա սպասարկել այնպես երկաթուղին, որ մեր դժգոհությունները կանհետանան, կամ Հայաստանի Հանրապետությունը ցանկացած պահի կարող է կտրուկ որոշումներ իրականացնել։ Եվ այդ կտրուկ որոշումները ինչպիսի գին կարժենան Տիկին Ղազյան։ Դրա համար ամեն գործողություն ունի իր միջավայրին համապատասխան գին։ Ինչ նկատի ունեմ ես հիմա Հեյցի հետ կապված խնդիրը այնքան էր զարգացել, այնքան ամիսներ էր անցել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է վճարել են գինը, որը հնարավոր է ստեղծվի, հնարավոր է չստեղծվի։ Ամեն որոշում իր հրատապությունն ունի։ Այս բանին մենք պատրաստ ենք խոսել։ Մենք կանենք մեր քայլերը, այսինքն տեսնենք իրավիճակից բխող քայլերը, բայց վարչապետը երեք շատ պարզ ասաց, որ միակողմանի խզելու ծրագիր մենք նախընտրում ենք այս պահին բանակցությունների միջոցով լուծել խնդիրը։ Եթե մենք պատրաստ ենք բանակցել Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, մեր զգայուն թեմաների շուրջ, ապա նաև հնարավոր է բանակցել Ռուսաստանի հետ այս զգայուն հարցի շուրջ, բայց Հայաստանի Հանրապետությունը իր ենթակառուցվածքների նկատմամբ ունի ավելի մեծ հոգատարության, ավելի մեծ պատասխանատվության զգացում եւ այդ որոշումը կարող են ցանկացած բանի կատարածվեն։ Մենք տեսնում ենք, որ Սամվել Կարապետյանի թիմը կամ ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ այս կարգախոսով ձևավորված է թիմը երկու այսպես անհայտ կուսակցությունների հետ դաշինք կազմեց, բայց օրինակ նրանց ներկայացուցիչ Գոհար Մելոյանը ասում է, որ բանակցություններ են ընթանում տարբեր քաղաքական ուժերի հետ, հավանաբար նկատի ունենալով Հայ ազգային կոնգրեսին կամ Լուսավոր Հայաստանի, նրանք էին, որ ուրեմն ջատագովն էին այս ուրեմն դաշինքի ուժի եւ այլն։ Դուք այս ձևավորվող դաշինքների ուժերի ուրեմն ի հայտ գալու դեպքում ինչ վտանգներ եք տեսնում ձեզ համար, որովհետև գիտեք հանրապետականը հայտարարեց, որ չի մասնակցում ընտրություններին, ուրեմն Ծառուկյանը իր ապագայի հետ կապված է, ընտրությունների մասնակցելու իր ձևաչափն ունի իր կուսակցության հետ, հիմա Կարապետյանն էլ ուրեմն հնարավոր է ընդլայնի իր դաշինքը արդեն ոչ թե անհայտ, այլ հայտնի քաղաքական, այսպես ասած, ուժերի հետ։ Սիրանուշ, եթե ես փորձեի մտածել, թե ինչով է ուժեղ Սամվել Կարապետյանի դաշինքը, ապա դա կլիներ այն արագությունն ու տեմպը, որով ինքը մսխել է այն փոքր հեղինակությունը, որը ինչ որ պահի թվում էր, թե կարող է ձևավորվել, որովհետև այն արագությունն ու տեմպը, որով իրենք սպառում են իրենց ռեյտինգը, այն էլ առանց այդ էլ ցածր ռեյտինգը, այն արագությունն ու տեմպը, որով իրենք պարզապես զբաղվում են անհասկանալի գործունեությամբ, իհարկե անհաղթահարելի է,
Նաև այդ տեմպով ինչ որ անհասկանալի կուսակցությունների հետ են համագործակցում։ Ես կարծում եմ, որ կլինի դա լուսավոր Հայաստանը, կլինի Հայ ազգային կոնգրեսը, ովքեր մի տոկոսի շեմը անգամ չեն հաղթահարում, լավ լուր է մեր քաղաքացիների համար մի բանով, որ գալիս է ապացուցելու այն, ինչ որ մենք այսքան ժամանակ ասում էինք, Սամվել Կարապետյանը նոր ուժ չի, ինքը իր բովանդակությամբ, իր էությամբ անցյալ է, նախկին է, Էդգար Ղազարյանը վկա իրենց դաշինքում, այս մարդիկ իրենցով որևէ նորություն առաջարկել բացի Գոհար Մելոյան չեն կարող բացի Գոհար Մելոյանից որևէ նոր բան, այնտեղ մի երկու կին էլ կա, դրանից ավել նորություն չկա այս մարդկանց մեջ, բայց եթե այս մարդիկ էլ որոշել են իրենց անդամակցել, մի բանի մասին է սա, որ էլի այս մարդիկ իրենց նույնիսկ նոր դեմք լինելով հին են, որովհետև եկել են սպասարկելու Հայաստանի չանկախության օրակարգը, այն ինչ որ փորձել են անել նախկին բոլոր նախագաները անխտիր, այն ինչով զբաղվել է նաև Գագիկ Ծառուկյանը, այն ինչով զբաղվել է նաև ցավոք Էդմոն Մարոկյանը, այն ինչով զբաղվել է օրինակ Էդգար Ղազարյանը լինելով դեսպան կամ սահմանադրական դատարանով, այս մարդիկ սպասարկել են ընդհանուր առմամբ Հայաստանի ֆորպոստ լինելու օրակարգը։ Ինչ ասեմ, բան չկա ասելու։ Ես ցավում եմ, որ ընդդիմադիր դաշտերից Գիտեք, անդադ վարկանիշից եք խոսում, իրենք էլ իրենց ներկայացրած հարցումներն ու վարկանիշն են ներկայացնում։ Տիկի Ղազարյան, բայց մենք գնում ենք չէ համայնքներ։ Իհարկե, բայց մենք գնում ենք չէ համայնքներ, մենք հանդիպում ենք մարդկանց։ Իրենք էլ են գնում, դուք չտեսաք Ռոբերտ Քոչարյանն են թուփ արդեն մարզային այցեր անում։ Հրաշալի է, ինչ ասեմ։ Իհարկե գնում ենք համայնքներ եւ իրական մարդկանց, ոչ թե արհեստական բանականությամբ գեներացված մարդկանց ենք հանդիպում ենք մեր իրական ուղերձներով, իրական Հայաստանի մասին խոսույթով։ Ինչ ասեմ, ես շատ կցանկանայի, որ մեր ընդդիմությունը լիներ հայամետ, բայց մեզ հետ ոչ համաձայն, հա, օրինակ իրենց հիմքում էլի լիներ Հայաստանի անկախությունը, բայց օրինակ իսկապես այլ առաջարկով հանդես գային։ Այս պահին Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում, բացի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից, որևէ մեկը քաղաքացուն առաջարկ չունի։ Ընդ որում այնպիսի առաջարկ, որի հանգուցալուծումը երջանիկ հայ մարդն է։ Արժանապատիվ հայ մարդն է, երջանիկ, իր կյանքով ապրող, ապրել սիրող մարդն է։ Եվ ես վստահ եմ, որ մենք գնում ենք սահմանադրական մեծամասնության։ Սահմանադրական մեծամասնության, որովհետև Սիրանուշ իսկապես Հայաստանի բոլոր մարզերում են եղել։ Իրականությունը, գիտեմ, որ բոլոր մարզերում լինում եք, շրջում եք, բայց նաև տեսնում եք, որ այնպես չի, որ այսպես համաժողովրդական աջակցություն եք վայելում։ Ես նույնիսկ այդտեղ ինձ հիշեցնում է 18 թվականի, եթե երեխաները գալիս են այսպես վարչապետին սպասում են, այդ մի բան է վկայում, որ տանը վարչապետի մասին խոսում են լավ։ Խոսում են, մենք հեռախոսները վերցրել էինք մի քանի երեխայի, երբ որ ագարակից մեղրի էինք գնում, զանգել էինք ծնողներին, որ ասեինք, որ գիտեք ձեր երեխաները մեզ հետ են մեղրից ագարակ ենք գնում, հետ կբերենք։ Այդ մարդիկ ասում են, հա մենք ձեր լայվը նայում ենք, վայ ձեր ցավը տանեմ, վարչապետին ջերմ բարևներ այս խառն է երեխաներին ձեր նախընտրական երեխաները նախ ընդհանրապես քարոզություն չի եւ երկրորդի իրանց ծնողների համաձայնությամբ հատատեք ունենում, հենց դրա մասին էի խոսում։ Ես զգում եմ համաժողովրդական աջակցություն եւ այդ ամենի մի բանի շնորհիվ է խաղաղության։ Մարդիկ հատկապես Սյունիքում, Գեղարքունիքում, ախր մենք իրական մարդկանց հետ ենք շփվում։ Այդ Facebook-յան ֆեյքերը չեն, այն օրը չեմ ալարել, իմ Facebook-յան էջում բացասական կոմենտներն եմ նայում, ասեք մի հատ իրական մարդ չկար մեջները։ Մի հատ իրական մարդ չկա։ Սրանց այնքան են իրականության հետ կապը կորցրել, այդ իրանց ֆեյք հարցումներով, ֆեյք էջերով, օկտատերերով, այդ ֆեյք ավտոբուսով ասենք այնքան են իրականության համը կորցրել, չեք պատկերացնում։ Ես սենց բան չի տեսել, իրանք ինչ որ բան են ստեղծել, իրենց աշխարհը տեղ ապրում են ու փորձում են մեզ մեղադրել դրանով։ Մենք դուրս ենք գալի ուղիղ եթերով մարդկանց հետ շփվելով։ Այդ ուղիղ եթերով էլ վատն էլ տեսնում եք, չենք կտրում, մոնտաժում, այդ պահին խոսում ենք այդ մարդկանց հետ վիճում ենք, իրանց մեր դաշտ ենք փորձում բերել, բացատրում ենք, հիմնավորում ենք։ Հա նորմալ է, բա պետք է, ասենք ոնց կարա 10-ից 3-ը չլինի։ Դա էլ չլինի։ Մի խոսքով վստահ եք, որ գնում եք, եթե ամփոփենք սահմանադրական մեծամասնության ճանապարհով։ Ես զգում եմ այդ աջակցությունը։ Շատ բարձր նշաձող չեք սահմանում։ Չէ, իրատեսական նշաձող է։ Շատ իրատեսական, ախր մենք տեսնում ենք, չէ՞, նաև ասենք եթե Ռոբերտ Քոչյանը ոդքաստ է վարում, իմացեք, որ իրանք իսկական հարցումների արդյունքն ունեն ի վերջո եւ տեսել են իրանց արդյունքը։ Եթե Ռոբերտ Քոչյանը գնում է մարզ, ապա ինքը տեսել է, որ 1% ձայն ունի։ Տեսել է, ցույց են տվել, չեն վախեցել, հարգում եմ, որ չեն վախեցել, ցույց են տվել եւ ասել են՝ «Շեֆ, մսխել ենք քո ամբողջ
21 թվականի ռեյտինգը ունես 1-ը։ Դրա համար էլ մարզից մարզա գնում։ Ինչ դες թվում է Սամվել Կարապետյանի թիմը չի տեսնում այդ իրական հարցումները։ Դրա համար էլ փորձում է ինչ որ այստեղից մի ձայն, այս փոքր ուժից 2%, մի տոկոս, չգիտեմ, փորձում են հաջողություն է մաղթում։ Կարմիկ Դանիելյանն էլ ասում է մեր հարցումներն էլ ցույց են տալիս մենք ենք առաջատարը։ Սամվել Կարապետյանից։ Չէ, ձեր դեպքում ձեզանից, այո։ Լավ, դե շուտն էլ պետք է մի քիչ չափավոր լինի, էլի, որ տենց էփացավը չծաղա։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ։